Բարև ձեզ, ով եմ ես և ինչու հոս եկած եմ։ Սիսյանի մեկ անգյունը, եթե Համոսահյանը չլար, հավանաբար չկայի։ Նախքան Համոսահյանի մասին անդրադառնալս, պիտի ասեմ, թե ուր գեկուքամ։ Ես ծնած եմ Հալեբ, Հալեբը եղած է քաղաքավայր, հայոց ցեղասպանության ետքը, գիլիգյո հայերը, որ մեծ մասամբ թրքախոս էին, հոն հաստատվեցան, որովհետև հոնդեղը թուրքերը կհավաքեին, երկաթուղակից գար, որ դանին դերձոր, դերձոր անաբադ է, անչրթիվ, որբեսի մեռնին։ Ուրեմն, իմ հայրս ու մայրս փոքր եղած են, 3-4 տարեկան ծնողքը ծկած է այն թաբի քյուղի մեջը, թուրքերուն կովը վերջը թրված են որբանոց։ Կարիմը դարի ետքը մեծ հայրս կացած և վերցուցած են որբանոց են։ Մենք տունը թրքերեն կխոսեինք։ Մինչև 10 տարեկան ես հայերեն չէի գիտեր։ Դպրոցի մեջ հայերեն սորվեցանք և մեր ծնողքին հայերեն սորվեցուցինք, որ ստիպվեցան հայերեն խոսիլ։ Աբա ինձի դպրոց թրին, որոշ ժամանակի հետքը Մխիթարյան դպրոց։ Չանասեր աշակերտ էի, ինձի որոշեցին գրգել Վենեդիկ։ Վենեդիկ նշանավոր դպրոց կա, վարժարան, Մուրադ Ռաֆայելյան վարժարան, որ երկու Հնդկաստանի հարուստ հայեր հովանավորած են, այդ դպրոցը հիմնված է Մխիթարյանի հովանավորության ներքո։ 4 տարի ondեղ հաջախեցի, մեջս թրձվեցավ հայկական ոգին։ Ուրեմն, քացի հռոմ, բժշկական համալսարան ավարտեցի, սրտապան եղա և վերջը ուղղությունս եղավ ասկայնական։ Ուզեցի, որ ինչ որ ինձի օգուտ եղած է հայության միջոցով, ես ալ փոխանակեմ։ Ուրեմն 1980-ի վեր ասկային գործունեություն գնեմ։ Մոտավորապես 35 անգամ եկած եմ Հայաստան։ 100-ը ավելի համալսարաններու թոշակները տված են, մանոնք որ երկրաշարժի վնասված էին կամ Արցախի պատերազմի զոհվածներու զավակներ։ Ներկայիս կդանիմ ազգային գործունեություն։ Ինչ է ազգային գործունեություն։ Հայերս ունենք ազգային հարցեր, լեզվական հարց, հողային հարց և հայերու միջոց մեջ եղած անհանդուրժողականությունը։ Հողային հարցի մասին ինչ կնեմ։ Համաժողովներ կկազմակերպեմ, հրատարակչություններ գնենք, որ մենք շարունակենք մեր պահանջատիրությունը։ Հայերս աշխարհադարած ենք, որովհետև որպես արդյունք հայոց ցեղասպանության։ Թուրքը ուզած է հայերու փչնչացումը 3 միջոցով. սպանել, թրքացնել և վտարել իր հողեն։ Ադրբեջանցի կամ Թուրքիո մեջ ապրածը նույնն են։ Թուրքին վերջնական նպատակը այ է, որ այս հողերու վրա հայ չմնա։ Ամեն կերպով ատ պիտինեն, ժպտալով, բորալով, ծեծելով կամ սպանելով։ Նպատակին ատ է, հայը իր ուղեղի մեջ պիտի տնե,
որ իր անցեն ավելի ասկին պետք է ծարայե։ Այդ ասկին ծարայելու միջոցը գցի իր ընտանիքեն, բեդության և ասկին։ Ուրեմն հայերս ով ենք մենք, հայաստանապանակները, սպիրկը հայերը ինչ են, հայ են կամ ոչ, սպիրկը 7 միլիոն է, Հայաստան 3 միլիոն, Հայաստանի հողը կարելի չէ պաշտպանել 3 միլիոնով, սպիրկը պետք է ոտքը հաստատե Հայաստանի մեջ և ադիգ անելու համար Հայաստանի ժողովուրդը պետք է թևերը փանա և որպես մեկ ընտանիքի անդամ վարվի։ Ուրեմն ես ինչ գնեմ, համաժողովներ գնեմ, որպեսզի այդ պահանջադրությունը առաջ երթա։ Այդ պահանջադրության մեկ մասը մեզի դրված է հող, կգոչվի Վիլսոնյան իրավարար վճիռ։ Ամերիկայի նահանգապետ Վիլսոնը ստորագրած է, կնքած է քարտեզը, որ Միացյալ Հայաստան պետք է կազմվի 162,000 քառակուսի կիլոմետր է Հայաստանը և ոչ թե 29,800։ Մենք դպրոց ունենք Հավանի մեջ Երևան, աշակերտներուն կհարցնեմ, կսեմ մեծ հայրը եթե քեզի 6 հատ դուն ժառանգ ցկած է, 5 թշնամիտ ներկայիս գրաված է, բայց տուն անդան կաթաստրի թուղթ ունիս, հայերեն գսեմ մուրհակ, և դու մեկ հատի մեջը գաբրիս, մյուս 5 տուները որուն կպատկանին, գսեմ մեզի, ուրեմն հայերը պահանջադեր պիտի լան իրենց հողերուն և հարցը պիտի դարվի միջազգային դատարան։ Ես այդ աշխատանքի մեջ եմ, որ հայկական պահանջադրությունը հողային դարվի միջազգային դատարան, այդի հողայինն է։ Երկրորդը լեզվական, ինչ հարց ունենք մենք լեզվական, հայերս մինչև 1850 ունեինք մեկ քրական հայերեն, քրափարը։ Արևելյան մասը, որ Ռուսաստանի կայսրության ենթակա էր, բաժնվեցավ աշխարհափարի արևելահայերենի, իսկ արևմտյան մասը Օսմանյան կայսրության եղավ արևմտահայերեն։ Մենք պետություն չունեինք։ Ներկայիս մենք ունենք 1991-ին ի վեր պետություն, ինչու համար պիտի ունենանք մենք երկու լեզու, հայերս մեկ ազգ ենք, այո, մեկ հայրենիք ունենք, այո, ինչու երկու լեզու պիտի ունենանք երկու գաղափարություն, ինչ է նպատակը, գիտեք ինչ է նպատակը, բարակտում, գուզեն հայերը բարակտված, որպեսզի կարենան իշխել, ուրեմն հայագետներ հավաքեցի Հայաստանեն, Լիբանանեն, Փարիզեն, Վենեդիգի վարդապետներեն և Լոս Անջելեսին, մեկ տարի աշխատեցանք և կազմեցինք միասնական աշխարհաբար կրական հայերենի քերականություն։ Հիմա որոշ կետրոնները սպիրկի մեջ այդ քիրքը գործածեն, որպեսզի միասնական հայերենի զարգ տան։ Երկրորդը փարամթերքն է։ Հայաստանի մեջ գործածված հայերենին մեջ կան 29640 հատ օտար փարեր։ Օտար փարերը կգործածեն, բայց հայերենի չեն գործածեր։ Ադոր համար մենք դվենք բաստարներ, կդարածենք դպրոցներուն։ Սկիզբը մեկ հատ էր, որում մեջը Համոսարյանին բանավսեդությունը կա, մեջը հասուցինք 9 հատի։ Վերևը գրված է հայոց լեզուն անաղարտ պահենք։
Ինչու համար լեզու մեր էությունն է հայը որ հայերեն խոսի օդարները գարցին ինչ լեզու է գցենք հայերեն մեր ասկի գնիկն է Համոզահյանը ինչ կսե Գարդամ թեզի գամ մեկը եթե Okay, եթե մեկը գրնա արդացանել առաջ կա, այլավեց կգարդամ կսե Մեր լեզուն մեր խիղճն է դա, սուրբացը մեր սեղանի, մեր հոգու կանչն է արդար, ու համը մեր բերանի, մեր լեզուն արյունն է մեր, արյունից ավելի թանկ, մեր բուրմունքն ու գույնն է մեր լեզուն մենք ենք, որ կանք, նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի, ինչ ունենք էլ աշխարում, որ այսքան մերը լինի։ Ուրեմն հիշեցե գակ մեկ թաղցաղ նախադասությունը մեր լեզուն մենք ենք մեր լեզուն մեր էությունն է եթե թուն քու լեզուտ լավ չես գիտնար քու էությունդ լավ չես գիտնար լեզուտ բահբանելով ինքնիդ կբահես ըլլա Հայաստանի մեջ ըլլա սփյուռքի մեջ ուրեմն աս երկրորդ հարցն էր հայկական երրորդ հարցը ինչ է հայը մինակ Հայաստան ապրողն է գամ հայը որ 11 միլիոն է աշխարհացրիվ 7 միլիոնը սփյուռքն է ադոք հայ չեն հայ են մեկ ընտանիքի զավակ են մասը վասպուրական են գամվան են մասը փերված է Հայաստան մասը կացած է սփյուռք ամեն մեկ հայ որ ծնունդով հայ է Հայաստանի հողին իրավադեր է Հայաստան պետք չէ ասեմ որ ասիգա մեր երկիրն է ծերը չէ պետք չէ ասեմ որ դուք հոնգ ապրիք հանքիս կապրիք երեխանի զինվորություն չուներ ուրեմն դուք իրավունք չունիք ոչ քվեարկելու ոչ արբեդական պաշտոններու սխալ է անոնք ընդրովի չեն կացածանոր նույնիսկ վերջինները որ կացած են մեծամասնությունը բարտավորված ցկած է աս հողին դերը 3 միլիոնը բավարար չէ պետք է լա 6 միլիոնեն ավելի երևա գայեցեք դուք 7 միլիոն հայերուն 3 միլիոնին ունեցվածքով մասը Հայաստան կա գամ մնացածը իրենց հնարավորությունը գիտությունը քեղարվեստը դրամը Հայաստան ադգացնեն աց երկիրը գծաղկի եւ որ աց երկիրը ծաղկած է Սփյուռքեն Ռուսաստանեն Ֆրանսիային Ամերիկային երդասարտությունը Հայաստան գուկան Ատ կգոչվի հայրենադրությունը նելու համար բիդի պաշտպանես քո ունեցվածքդ պաշտպանելու համար թի պետք ունիս եւ ուժ պետք ունիս աթիվը սփյուռքը գա թե ուժ ունին տրամական եւ ալդեցագետով եւ թիվը գա ուրեմն բիդի քաչալերվին որբեսի կան Հայաստան հարցը ան է որ Հայաստանի ժողովրդի մեկ մասը խորտ աչքերով գնայի Սփյուռքային ատ հոգեբանությունը բիդի փոխվի ես ինչ ծրագիր ունիմ եթե մենք հայ ենք ասկով եթե մեկ հայրենիքը Հայաստան է մեկ լեզու որ գազմեցինք միասնական հայերեն ինչու համար սփյուռքահային քաղաքացիություն բիչի դրվի
բոլոր հայերը ծնունդով պետք է Հայաստանի քաղաքացի լան։ Հարգերը դան զավակնի ինքածինվորությունն է կամ պետք եղած համապատասխան գումարը դա։ Եվ իրենց հարստության մեկ մասը ներծնեն Հայաստանի մեջ։ Փոխանագերտան Եվրոպայի դարբեր երկիրներ կամ Ռուսաստան։ Այդ հոգեբանությունը Հայաստանի ժողովրդի մեջ որ դարածվի, այս երկիրը գվերաշնվի, գծաղգի եւ հայրենիքի դիրություն ունողներու թիվը կբազմանա։ Մայրներ արդու տեսնեի այն արուն կարոտով ես անուն որ ամեն մի գարուն ջրերով վարարուն կարկաչում էր սարերում տեսնեի այն արուն կարոտով ես անուն որ ամեն մի գարուն ջրերով վարարում կարկաչում էր սարերում թեքվեի աղբյուրի կարոտած պաղջրին լինեի հանդերում մեր կանաչ մարգերում ուր ծաղկունքներ բուրում ուրմանում օրերում հովներ ինձ միշտ համբուրում լինեի հանդերում մեր կանաչ մարգերում ուր ծաղկունքն է բուրում ուրմանում օրերում հովներ ինձ միշտ համբուրում հայրենիքն իմ սրտում թե չընկնեմ ես մարտում ախ իմ մայր թանկագին տուն կգամ ես կրկին կսփոփեմ քո հոգին համբույրով սրտագին կսեղմեմ քեզ իմ կրծքին ախ իմ մայր թանկագին տուն կգամ ես կրկին կսփոփեմ քո հոգին համբույրով սրտագին կսեղմեմ քեզ իմ կրծքին թրջեի մտքով դու ուր իմ մայրներ արդու թրջեի